Էրդալ Մերջանը Տիգրանակերտից է եկել հայրենիք, համահայկական 6-րդ խաղերին որպես հյուր։ Հոր կողմից խնուսցի է, մայրը Տիգրանակերտից է։ Հայաստանում առաջին անգամ է, ծպտյալ հայ է, ով ցանկություն է հայտնել մկրտվել Հայաստանում եւ դառնալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, սակայն ինչպես ինքն է ասում, մայրաթոռը մերժել է։ Ցանկացել եմ մկրտվել, ստանալ Փարազմ անունը։ Դերսիմից եկած երկու հայուհիների հետ պատրաստված գնացել էինք, որ կնքվենք, սակայն մայրաթոռը մերժել է մեզ։ Էրդալը դիմել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին օգնության համար։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որևէ իրավասություն եւ մանավանդ ցանկություն չունի վեհափառին կամ նրա պաշտոնյաներին հանձնարարելու։ Էրդալ Մերջանը Էջմիածնական միաբանությունում լսել է, թե Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շրջաբերական է ուղարկել մայրաթոռ, հորդորելով չկնքել Թուրքիայի քաղաքացիներին, որովհետև նրանք նախ պետք է ապացուցեն իրենց հայ լինելը։ Հայր Զաքարիայի խոսքով մկրտությունը խաղու պարտ չէ, դրա համար անհրաժեշտ է ընթացակարգ անցնել։ Հայ եկեղեցու Սուրբ Ավազանում կարող են մկրտվել ազգությամբ հայեր եւ հայի հետ ամուսնացող օտարազգիներ։ Այլադավանների պարագային բացառիկ դեպքերում, եթե իսկապես այլադավանը մեծ ցանկություն ունի հայ եկեղեցու անդամ դառնալու, նա բնականաբար երկար պատրաստություն պիտի անցնի։ Հայր Զաքարյան իսլամացած հայերին հորդորեց նախ դիմել Պոլսո պատրիարքարան, անցնել որոշ ընթացակարգ ազգային պատկանելությունը հաստատելու համար, այնուհետև դիմել հայ առաքելական եկեղեցի։ Արման Մալխասյան, Գառնիկ Մելքոնյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։